այդ մարդը իրավունք չուներ մտնելու այդպես տիկնապաներով ճղել անցնելու դեպի Ատյան, որովհետև եթե դու ուշացած ես գալիս պատարագի, ուրեմն դու պետք է խոնարհաբար, եթե դու քեզ իրական քրիստոնյա ես համարում, խոնարհաբար պիտի կանգնես պատարագի։ Հետևաբար ճղել անցնելը ժողովրդի միջով սա խանգարում էր եւ խախտում էր մարդկանց հավատացյալների, սովորական հավատացյալների իրավունքները, շատ էլ դու ախրանայով ես եւ շատ էլ դու երկրի ղեկավար ես։ Այսինքն նաեւ ինքը իրավունք չուներ գնալ կանգնել Ատյանում։ Եվ եթե դու այդքան քարոզում ես, որ եկեղեցի հոգևոր կյանք եւ այլն, դու պետք է խոնարհաբար մտնես եկեղեցի եւ պետք չի քաշքշելով մարդկանց։ Իսկ Դավիթի պարագան, Դավիթը իր համար մենք առաջին հենց կադրերում տեսնում ենք, որ պատարագամատույցը ձեռը սովորական իր համար կանգնած էր տղան եւ որևէ ձևով որևէ մեկին չէր խանգարում եւ անգամ իրեն չէր ուզում տեսնել, որովհետեւ գալիս կանգնում է դիմացով անցնում է եւ նա գլուխը կախում է։ Ամեն դեպքում սխալ էր այս ամենը։ Շատ լավ։